Canal վերլուծեն դասնացի 5-րդ դասախոսությունն է, ողջին բոլորին։ Ուրեմն վերջին անգամ քննարկեցինք օրթոնորմալ համակարգերը Հիլբերտյան տարածությունում ու ես մի թեորեմ ձևակերպեցի առանց ապացույցի, այսինքն չհասցրեցինք ապացուցել։ Հիմա ուրեմն արագ վերհիշենք այդ թեորեմը ու քիչ թե շատ լրիվ ապացույցը լրիվ կապացուցենք։ Ուրեմն թեորեմը հետևյալն էր. Ենթադրում ենք, որ ունենք H Հիլբերտյան տարածությունը, ընդ որում ենթադրել էինք, որ H-ը բաժանելի է։ Բաժանելի հիշեցնեմ նշանակում է գոյություն ունի հաշվելի խիտ բազմություն, ամենուրեք խիտ բազմություն, այսինքն ցանկացած տարր կարելի է մոտարկել այդ հաշվելի բազմության անդամներով։ Ուրեմն այդ դեպքում թեորեմը ասում է հետևյալը, գոյություն ունի այնպիսի եժի օրթոնորմալ համակարգ, օրթոնորմալ հաջորդականություն, որի գծային թաղանթը խիտ է հաշում։ Այսինքն, եթե ես վերցնում եմ բոլոր վերջավոր գծային կոմբինացիաները և սրա փակումը, ապա ստացվում է H տարածությունը։ Բացի դրանից, ճիշտ է հետևյալ երկու պնդումը, եթե ես վերցնեմ ցանկացած x H-ից, ապա x-ը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով, ժին հավասար է 1-ից անսահմանություն, եժի x սկալար արտադրյալ, կամ ներքին արտադրյալ անգամ եժի։ Ընդ որում շարքը զուգամիտում է սովորական իմաստով, այսինքն վերցնենք մասնակի գումարները կզուգամիտեն x-ին, ու բացի դրանից ճիշտ է պարսևալի հավասարությունը, որը ասում է, որ x-ի նորմի քառակուսին հավասար է գումար եժի x սկալար արտադրյալ քառակուսի, ժին հավասար է 1-ից անսահմանություն։ Եվ երկրորդ կետը ասում է, որ եթե ունենք ցեժի թվեր, այնպիսին, որ բացարձակ արժեքների գումարը զուգամետ է, ապա կարող ենք սահմանել x տարր, որը կներկայացվի ցեժի եժի տեսքով։ Այսինքն ցանկացած x կարելի է վերլուծել, ասենք անվանենք սա Ֆուրիեի շարքի, որտեղ մասնավոր դեպքում երբ գործունենք 2-ից ստացվում է 3 Ֆուրիեի շարք, եւ հակառակը, եթե ունենք ինչ-որ գործակիցներ, որի քառակուսիների գումարը զուգամետ է, այսինքն այս պայմանի շարքը զուգամիտում է, ապա կարող ենք սահմանել x տարր, որը կլինի h-ից տարր։ Կարող ենք սահմանել շարքը, որը կտա h-ի տարր։ Ուրեմն փորձենք հասկանալ որն է, այսինքն երևի լրիվ ապացույցը չբերեմ, բայց հիմնական քայլերը։ Ուրեմն ապացույց։ Նախ առաջինը, ես պնդում եմ, որ եթե h-ը բաժանելի է, ապա գոյություն ունի հաջորդականություն, որի գծային թաղանթը խիտ է հաշում։ Առաջի դիտարկումը հետևյալն է, գոյություն ունի ինչ-որ ուժի հաջորդականություն, հաշի մեջ, այնպիսին, որ եթե վերցնենք գծային թաղանթը, ապա սրա փակումը կտա ամբողջ Հիլբերտյան տարածությունը։ Ասենք, որտեղից է այս հետևում, մենք գիտենք, որ կա ամենուրեք խիտ հաջորդականություն։
Եկեք վերցնենք այդ ամենուրեք խիտ հաջորդականությունը y1, y2, y3 եւ այլն։ Հիմա այս հաջորդականության մեջ վերցնում ենք առաջի տարը, որը 0 չի։ Այսինքն i1-ով կնշանակենք n i ինդեքսների մինիմումը, որի համար y-ին հավասար չի 0-ի։ Այսինքն ունենք ինչ-որ հաջորդականություն, որը ամենուրեք խիտ է, այսինքն ցանկացած դարձանորը մոկոտարկում ենք, կարող է առաջի մի քանի հատը 0 են, ոչ մեկը չի արգելում, վերցնենք առաջինը, որի համար այդ 0 չի, ու u1-ով նշանակենք y-i1-ը։ Հիմա վերցնենք i2-ը, որը այն ամենափոքր տարրն է i1-ից հետո եկող, այսինքն կարող ենք խիստ անհավասարություն գրել։ Այնպես որ y-ին չի պատկանում այս u1-ի գծային թաղանթին, u1-ը, որը հավասար է y-1, չի պատկանում սրա գծային թաղանթին։ Այսինքն սրանց մեջ նայում ենք, ենթադրենք ընտրեցինք այս մեկը թող լինի u1-ը, նայում ենք հաջորդ անդամները ու վերցնում ենք առաջինը, որը սրան համեմատական չի։ Դրա անուն դնում ենք u2, u2-ը հավասար է y-2։ Եվ այլն շարունակում ենք, եթե առաջի n հատը ընտրված է, ապա i n գումարած 1-ով նշանակում ենք մինիմում այն i-երի, որոնք մեծ են i-ից, այնպես որ y-ին չի պատկանում առաջի n հատի գծային թաղանթին, y-1, y-in։ Ու սրանուն դնում ենք u n գումարած 1։ Հենց այս կառուցումից հետևում է, որ եթե վերցնում ենք համեմատում ենք հետևյալ երկու գծային թաղանթները, վերցնում ենք y1, այսինքն նույն սրա կարիք չունենք, իդրտեղը բարդ բանը չասեմ, ուրեմն վերցնում ենք գծային թաղանթ u1 ու n-ի, ես մտնում եմ, որ սա պարունակում է y1 մինչև y-i-n-ը։ Այս ընկած է գծային թաղանթի մեջ, պարզապես ըստ կառուցման, որտեղ վերջինը հենց համընկնում է սրա հետ, ոնց էինք ընտրել վերջինը, կամ եկեք սկզբից ասենք, առաջինը առաջի ոչ զրոյական վեկտորն է, երկրորդը առաջի վեկտորն է, որը սրան համեմատական չի եւ այլն։ Մի խոսքով թողնում եմ ձեզ հասկանալու, թե ինչի սրա գծային թաղանթը, այս կառուցված վեկտորների գծային թաղանթը պարունակում է y1, y-i-n-ը։ Դե այստեղից արդեն ամեն ինչ հետևում է, քանի որ այս խիտ էր, այս հաջորդականությունը խիտ էր, հետևաբար այս գծային թաղանթները նույնպես կլինեն խիտ։ Այսինքն ցանկացած տարր կարելի է մոտարկել ինչ որ մի y-ով, իսկ բոլոր y-ները ինչ որ մի պահին ընկնելու են այս տեսակ գծային թաղանթի մեջ։ Ուսում համոզեցի, որ եթե գոյություն ունի խիտ հաջորդականություն, ապա գոյություն ունի նաև հաջորդականություն, որի գծային թաղանթը խիտ է հաշում։ Ուրեմն երկրորդ քայլը այն ինչ որ անվանում են Գրամ-Շմիդտի օրթոգոնալացման եղանակ, Gram-Schmidt procedure, անգլերեն ասած։ Հնարավոր է, որ գծային հանրահաշվից ես արդեն տեսել եք վերջավոր չափանի դեպքում։
հա, մի բան մոռացա ասել, որ այս բոլոր ստացված հաջորդականությունը նաև ուրեմն սրան պետք է ավելացնել նաև, որ գծայինորեն անկախ են։ Գծայինորեն անկախ են։ Հակառակ դեպքում ես ասածս ուղղակի ակնհայտ է, ես կարող եմ վերցնել հենց բոլորը, վերցնել y1, y2 եւ այլն։ Քանի որ իրանք խիտ են, գծային թաղանթն էլ կլինի խիտ։ Այսինքն ամբողջ այս պատմության իմաստը այն էր, որ մենք ստանայինք գծայինորեն անկախ հաջորդականություն։ Ուրեմն եւս մի անգամ գոյություն ունի հաջորդականություն հաշում, այնպեսին որ գծային թաղանթը խիտ է հաշում, դեռ ոչ մի բան չեմ ասել, քանի որ կարող է վերցնել հենց այս y-ները, որոնք խիտ են։ Բայց բացի դրանից վեկտորները գծայինորեն անկախ են։ Այսինքն, եթե վերջավոր գծային կոմբինացիան 0 է, ապա բոլոր գործակիցները 0 են։ Շատ լավ, հուսով եմ բոլորը համաձայն են, որ եթե Հիլբերտյան տարածությունը բաժանելի է, ապա կա խիտ, ապա կա հաջորդականություն գծայինորեն անկախ վեկտորներից կազմված, որոնց գծային թաղանթը խիտ է։ Հիմա անում ենք ինչ որ կոչվում է Գրամ-Շմիդտի օրթոգոնալացման եղանակ։ Կառուցում ենք մեր օրթոնորմալ բազիսը, ուրեմն առաջի վեկտորը կլինի u1-ը բաժանած u1-ի նորմին։ Եթե առաջի n-ը կառուցել ենք արդեն, n գումարած 1-ը կառուցում ենք հետևյալ ձևով։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք ուրեմն բանը սա է, մտահղացումը սա է։ Ենթադրենք ես առաջի n-ի n-ով ծնված վեկտորական տարածությունն է, վերցնում ենք u(n) գումարած 1-ը, ու անում ենք հետևյալը, իրենից անում ենք պրոյեկցիան առաջի n-ով ծնված ենթատարածության վրա, ստանում ենք ինչ-որ վեկտոր, որը ուղղայաց է, և բաժանում ենք իր նորմի վրա, որպես ստացվի մեկ երկարություն ունեցող վեկտոր։ Եկեք ուրեմն այդ գրենք։ Վերցնում ենք ուրեմն u(n) գումարած 1-ը, անում ենք պրոյեկցիան առաջի n-ով ծնված վեկտորների վրա, հիմա գրեմ թե ինչ է նշանակում pn, u(n) գումարած 1, անած pn, u(n) գումարած 1։ Ես էլ սրա նորմն է։ Ուրեմն pn-ով նշանակել եմ h-ից օրթոգոնալ պրոյեկցիա e1 en-ով ծնված վեկտորական տարածության վրա, որը նույնն է, ինչ որ u1 u(n)-ով ծնված վեկտորական տարածությունը։ Մի հարց, արդյոք նման եղանակ արդեն տեսել եք գծային հանրահաշվում։ Այն մաչախ մտիկ կարծես։ Շատ լավ։ Ուրեմն ավելի մանրամասն չասեմ, եթե չէ կարող եմ ապացուցել, որ նախ այս ձևով կառուցված հաջորդականությունը բավարարում է այս հատկությանը, այսինքն առաջի n վեկտորներով ծնված գծային տարածությունը նույնն է, ինչ որ նոր վեկտորներով ծնված գծային տարածությունը, պարզապես օրինակ ինդուկցիայով վերցնում ապացուցում եք։ N, որ իրանք օրթոգոնալ են, ուղղակի կառուցումից է հետևում, որտեղ յուրաքանչյուր նոր վեկտոր օրթոգոնալ է բոլոր հին վեկտորներին կառուցած։ Այսինքն մենք ինչ ստացանք, ստացանք օրթոնորմալ համակարգ, ուրեմն եժին օրթոնորմալ համակարգ է։ Եժին օրթոնորմալ համակարգ է, ընդ որում գծային կոմբինացիաները խիտ են հաշում։ Եթե վերցնեմ գծային կոմբինացիաները, վերջավոր բնականաբար նկատի ունեմ գծային կոմբինացիաները, վերցնեմ դրանց փակումը, ստանամ ամբողջ աշտարածությունը։ Այսինքն մենք ունենք հիմա թեկնածու այդ օրթոնորմալ հենքի համար։ Հիմա ցույց տանք, որ ուրեմն երրորդ քայլը ցույց տանք, որ ցանկացած x իրոք ներկայացվում է Ֆուրիեի շարքի տեսքով։
Դրա համար հիշենք հետևյալ նույնությունը, որը միշտ է ճիշտ, որ եթե ունենք ինչ-որ ժամանակ առաջ ապահովել ենք, որ ցանկացած x-ի համար ճիշտ է հետևյալ հավասարությունը x-ի նորմի քառակուսին հավասար է ուրեմն գրում ենք Ֆուրիեի գործակիցները եժի x քառակուսի j-ն հավասար է 1-ից n եւ գումարած n ինչ որ մնում է x-ից հանած այս անպատասխան գումարի եժի x եժի j-ն հավասար է 1-ից n սրա քառակուսին Այս ինչ որ ժամանակ առաջ ապահովել ենք ես ըստ էության Պիթագորասի թեորեմն է, որ եթե ունենք օրթոնորմալ համակարգ, ապա ճիշտ է այս հավասարությունը։ Ճիշտ է սա։ Հիմա ինչ ենք ուզում ապահովել։ Ուզում ենք ապահովել, որ ցանկացած x ներկայացվում է այս գումարի տեսքով։ Ցանկացած x ներկայացվում է այս գումարի տեսքով, Ֆուրիեի շարքի գումարի տեսքով։ Ուրեմն դրա համար կօգտագործենք սա, որ եժիների գծային կոմբինացիաները խիտ են հաշում։ Ուրեմն ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ եթե ես վերցնեմ ցանկացած x, ապա հեռավորությունը x հանած y, որտեղ y-ը պատկանում է hn-ին, hn-ով նշանակում եմ առաջի n վեկտորների գծային թաղանթը։ Ուրեմն սա ձգտում է 0-ի երբ n-ը ձգտում է անսահմանության։ Ճիշտ է, ուրեմն ցանկացած x-ի համար, քանի որ գծային թաղանթը հաշի խիտ է հաշում, գծային թաղանթը առաջի այս օրթոնորմալ համակարգի խիտ է հաշում, ես կարող եմ եզրակացնել, որ եթե ես վերցնում եմ առաջի n վեկտորների գծային թաղանթը, ապա ցանկացած x կարող եմ ցանկացած ճշտությամբ մոտարկել այս վեկտորներով, այսինքն այս ինֆիումը գնում է 0-ի։ Ստեղ այն փաստն ենք օգտագործում, որ այդ hn-ի ամենամոտ վեկտորը x-ին այդ եժի x գալար արտադրել անգամ եժիների գումարն է, հա։ Չէ, դեռ դա չենք օգտագործում, հələ որ ես այս պահին, այսինքն այդ օգտագործելու ենք հիմա, բայց այս պահին ես ընդամենը ասում եմ, որ քանի որ ճիշտ է սա, ուրեմն եկեք այդ դեպքում մանրամասն գրենք, վերցնենք x, վերցնում ենք ինչ-որ մի x, որը պատկանում է h-ին։ Այդ դեպքում ցանկացած էպսիլոնի համար գոյություն ունի y էպսիլոն, որը պատկանում է եժիներով ծնված վեկտորական տարածությանը, եժիներով ծնված վեկտորական տարածությունը վերջավոր գծային կոմբինացիաներն են։ Այնպիսին, որ x հանած y էպսիլոնը փոքր է էպսիլոնից։ Բայց ես քանի որ վերջավոր գծային կոմբինացիաներ են, գոյություն ունի n, որը կախված է էպսիլոնից, այնպես որ y էպսիլոնը պատկանում է hn էպսիլոնին։ Այստեղից ստանում ենք, որ հեռավորությունը x հանած y, որտեղ y-ը պատկանում է hn էպսիլոնին, փոքր է էպսիլոնից։ Այսինքն ցանկացած էպսիլոնի համար ես գտա n էպսիլոն, այնպես որ ճիշտ է սա։ Դե բնականաբար, եթե վերցնեմ ավելի մեծ n, այս հեռավորությունը փոքրանում է։ Այսինքն եթե այս ինչ որ գրված է, եկեք սրանով մի բան դնենք, որ ամեն անգամ չգրենք։ Եկեք սրանով դնենք հեռավորություն x-ից
H-ն։ Ուրեմն այս բանը ես միայն օգտագործել եմ, որ Ե ժիների վեկտորական թաղանթը խիտ է հաշում։ Ուրիշ բան չեմ օգտագործել։ Արդյոք այս փաստարկի հետ բոլորը համաձայն են։ Վերցրեցինք ցանկացած x, վերցրեցինք ցանկացած ε, գտանք այնպիսի y էպսիլոն, որը x-ից, որը մոտարկում է x-ին։ Այս մեջ կառուցումից հետևում որ եժիների գծային կոմբինացիաները խիտ են հաշում, ամենուրեք խիտ են, այսինքն ցանկացած x կարելի է մոտարկել իրենց գծային կոմբինացիաներով։ Այդ գծային կոմբինացիաները վերջավոր են, հետևաբար ես կարող եմ գտնել այնպիսի ամբողջ թիվ, որ y էպսիլոն պատկանի առաջի n էպսիլներով ծնված վեկտորներին։ Հետևաբար հեռավորությունը, քանի որ մի վեկտոր գտանք, իսկ այստեղ ինֆիմումն է գրած, հետևաբար հեռավորությունը կլինի ավելի փոքր։ Հիմա օգտագործում ենք այն, ինչ որ Ռուբենը ասեց, այսինքն մենք ոչ մենակ այս կարող ենք գրել, մենք գիտենք, որ ցանկացած փակ ենթատարածության վրա մենք կարող ենք պրոյեկտել։ Այդ նախորդ դրանից առաջվա դասի հիմնական արդյունքներից էր, որ եթե ունենք ցանկացած փակ ենթատարածություն, ասենք V, որը ընկած է հաշի մեջ փակ ենթատարածություն, փակ ենթատարածություն, ապա ցանկացած վեկտորի համար գոյություն ունի միակ վեկտորը, որը ամենամոտն է։ Այսինքն ցանկացած x-ի համար հաշից գոյություն ունի միակ y-ը v-ից, այնպես որ ցանկացած z-ի համար v-ից ճիշտ է հետևյալը, x հանած y-ը ավելի փոքր է, քան թե x հանած z-ը։ Ընդ որում, այս y-ը կարող ենք բնութագրել նաև հետևյալ ձևով, եթե միակ վեկտորն է, ուրեմն y-ը միակ վեկտորն է, v-ում, որ բավարարում է հետևյալ պայմանին, եթե ես վերցնում եմ x հանած y-ը, ապա ինքը օրթոգոնալ է ցանկացած z վեկտորի v-ից։ Մի անգամ ևս, ցանկացած x-ի համար ես կարող եմ գտնել միակ y-ը, որը ամենամոտն է v-ից, որը ամենամոտն է x-ին։ Բայց այդ նույն y վեկտորը, էլի ցույց ենք տվել նախորդ անգամ, այն միակ վեկտորն է, որը բավարարում է հետևյալ պայմանին, եթե ես վերցնում եմ x հանած y-ը, ապա այս ստացված վեկտորը օրթոգոնալ է բոլոր վեկտորներին v-ից։ Հիմա Ռուբենը նկատեց, որ իրականում այս վեկտորը, որը մենք գտել ենք ստեղ, օգտագործելով այս երկրորդ հատկությունը, դժվար չի ցույց տալ, որ եթե այս վերջավոր չափանի է, ապա այս y վեկտորը կարելի է ներկայացնել հետևյալ ձևով՝ գումար x հանած, չէ, y գումար J-ին հավասար է 1-ից n, եթե մեր v տարածությունը առաջի n վեկտորներով ծնված ենթատարածությունն է, գումար եժի x անգամ եժին է։ Պարզապես անենք x-ից y-ը, տեսնենք, որ ինքը բոլոր եժիներին, բոլոր j-ներին օրթոգոնալ է։ Եթե վերցնենք x հանած y-ը ու վերցնենք սկալար տվյալ ցանկացած j-ի հետ, կստացվի 0։ Լավ, եկեք ստուգենք, եթե ինչ-որ հարցեր կան, ուրեմն x-ից հանած գումար ըստ g-ի եժի x եժի ու վերցնենք սկալար տվյալ ցանկացած j-ի հետ։ Բայց եժիները օրթոգոնալ համակարգ են, այս գումարում
Կամ որ վերցնեմ եժի y-ի սկալարար կոդալ, բոլորը կլինեն 0 բացի i-երորդից։ Այսինքն ինչ կստացվի, x-ը y-ի հետ կտա x y-ի, հանած գումար, ուրեմն եժի x-ը դուրս կգա, որում դուրս կգա համալուծով, քանի որ մեր սկալարար կոդալ հիշենք, որ ինքը հակագծային է առաջի արգումենտի նկատմամբ եւ գծային երկրորդի, ինչ կմնա սկալարար կոդալի մեջ, կմնա եժի y-ի։ Զինը ոսարի մեկից են։ Իսկ սա էլ բոլորը 0 են բացի համար i-ից։ Ուրեմն կմնա x y-ի նույնական։ Ստեղ համալուծ դուրս եկա, բայց մենք ուզում համալուծ է, բայց հակառակով բանով է։ Հանած y-ի x համալուծը։ Բայց այս երկուս հավասար են իրար, կամ որ սկալարար կոդալը հակասիմետրիկ է։ Այսինքն արդյոք բոլորը համոզվեցին երկու բանում, որ եթե նախ ունենք, որ այս բանը ձգտում է 0-ի, հեռավորությունը ձգտում է 0-ի, եւ երկրորդը n վեկտորը, որը մինիմիզացնում է հեռավորությունը, հենց այս վեկտորն է։ Այսինքն ստեղից միանգամից եզրակացնում ենք, որ x հանած գումար ուժին հավասար է 1-ից n, եժի x եժին ձգտում է 0-ի եւ n-ը ձգտում է անսահմանության։ Այսինքն այս բանը ես որ ասեցի, իրականում այս պահին պետք է չէր, բայց պետք է հիմա։ Այսինքն այս պահին մենք ապացուցեցինք, որ x-ը ներկայացվում է այս շարքի գումարի տեսքով, որտեղ շարքը զուգամիտում է սովորական իմաստով, այսինքն ինքը բացարձակ զուգամետ չի, բայց ինքը զուգամետ է, եթե վերցնում ենք վերջավոր մասնակի գումարները կզուգամիտ են x-ին։ Հիմա տեսնենք այս Պարսևալի հավասարությունը որտեղից է գալիս, Պարսևալի հավասարությունը գալիս է հենց այստեղից։ Մենք այս նույնություն ունենք ցանկացած n-ի համար։ Անցնում ենք սահմանի, երբ n-ը ձգտում է անսահմանության, մենք գիտենք, որ սա ձգտում է 0-ի։ Արդեն ցույց ենք տվել, որ սա ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Դեպի ստեղից միանգամից ստանում ենք Պարսևալը։ Այն ինչ էր մնում էր հակառակը ցույց տալ, ուրեմն վերջին կետը մնում էր ցույց տալ, որ եթե ունենք ցեժի կոմպլեքս թվեր, որոնց մոդուլների քառակուսիների գումարը վերջավոր է, ապա ունենք նաև տար x-ից, որը համապատասխանում է հենց դրա Ֆուրիեի շարքին, ցեժի եժի։ Այստեղ արդեն անելու բան չկա, անսահմանություն։ Քանի որ պարզապես վերցնում ցույց ենք տալիս, որ այս շարքը առաջի քայլը ցույց ենք տալիս, որ սա զուգամիտում է այս շարքը։ Դրա համար ինչ անենք, վերցնենք մասնակի գումարները Sn ուժին հավասար է 1-ից n ցեժի եժի, այդ դեպքում Sn հանած Sn-ի նորմի քառակուսին, եթե ես ենթադրեմ, որ n-ը մեծ է m-ից, ինչ կստացվի գումար ուժին հավասար է m գումարած 1-ից n ցեժի քառակուսի, օգտագործելով օրթոնորմալությունը։ Քանի որ եժին օրթոնորմալ համակարգ է, միանգամից կարող եմ եզրակացնել, որ սրա նորմի քառակուսին այս ցեժիներն են։ Իսկ սա էլ ձգտում է 0-ի, երբ m-ը ձգտում է անսահմանության։ Այսինքն մասնակի գումարները զուգամիտում են։ Մասնակի գումարները ձգտում են ինչ-որ մի հատ x տարի հաշից։ Հետո էլ ցույց ենք տալիս, որ այս x-ի, եթե x-ը մենք գիտենք, որ արդեն կարելի է վերլուծել, x-ի Ֆուրիեի գործակիցները հենց ցեժիներն են։ Ուրեմն մնում է ցույց տալ, որ
C-ին հավասար է Եժի X։ Սա եմ անում ցույց տալ, բայց ոնց կարող եմ ցույց տալ։ Ուրեմն սկալար արտադրյալը անընդհատ է։ Հետևաբար, եթե Sn-ը զուգամիտում է X-ին, ապա Եժի Sn-ն զուգամիտի Եժի X-ին։ Արդյոք բոլորը համաձայն են սրա։ Այստեղ օգտագործեցի, որ սկալար արտադրյալը անընդհատ ֆունկցիա է, արգումենտներից կախված է անընդհատ ձևով։ Եթե Sn-ը զուգամիտում է X-ին, ապա Եժի սկալար արտադրյալ X-ը կամ ներքին արտադրյալ X-ը զուգամիտի Եժի X-ին։ Բայց Sn-ի համար մենք ունենք բացահայտ արտահայտություն, որենք է Եժի գումար in հավասար է 1-ից n ci ei։ Պետք է վերցնեմ սկալար արտադրյալ։ Բոլորը 0 են, ենթադրել եմ, որ n-ը մեծ է j-ից։ Ես ստեղծում եմ, որ բոլորը 0 են, բացի j-երորդ անդամից, որոնք ստեղծվի են c-j։ Ու այս c-j-ին պետք է զուգամիտի Եժի x-ին։ Բայց n-երորդից j-երորդ անդամից սկսած ինքը հաստատում է, հետևաբար Եժի x-ը հավասար է c-j-ին։ Վերջ սրանով ապացույցը ավարտվում է։ Արդյոք կան հարցեր այս ապացույցի վերաբերյալ։ Եվս մի անգամ ինչ ապացուցեցինք։ Ապացուցեցինք, որ բաժանելի հիլբերտյան տանության մեջ կա օրթոնորմալ հենք։ Այսինքն այս համակարգը, որը բավարարում է այս երկու պայմաններին, կոչվում է օրթոնորմալ հենք։ Այսինքն ցանկացած x ներկայացվում է սրանց անվերջ գծային կոմբինացիայի տեսքով։ Ի տարբերություն համելի հենքի, որի գոյությունը մենք նույնպես ապացուցել ենք, բայց որի օգուտը իրականում շատ քիչ է, որովհետև շատ ավելի օգտակար է ունենալ անվերջ կոմբինացիա։ Մի խոսքով, կիրառություններում ավելի շատ էս է օգտագործվում, համել հենք համարը չէին օգտագործվում։ Ուրեմն, ստեղ մի պայման կար, ստեղ մենք ենթադրել ենք, որ h-ը բաժանելի է։ Իրականում այդ պայմանը կարևոր չի։ Ոչ բաժանելի h-ի համար, ուրեմն դիտարկում, ուրեմն թեորեմը ճիշտ է նաև ոչ բաժանելի h-երի համար։ Թեորեմը ճիշտ է ցանկացած հիլբերտյան տարածության համար։ Այսինքն բաժանելիության պայմանի կարիքը չկա։ Այդ դեպքում կարող ենք ոչ թե հաշվելի օրթոնորմալ համակարգ ընտրել, այլ ինչ որ օրթոնորմալ համակարգ ընտրել, e ալֆա, որտեղ ալֆան պատկանում է a-ին, օրթոնորմալ համակարգ, ընդ որում ցանկացած x-ի համար միայն վերջավոր թվով, միայն հաշվելի թվով անդամներ կլինեն 0-ից տարբեր։ Այսինքն եթե վերցնում ենք ցանկացած x, ցանկացած x-ի համար գոյություն ունի ալֆա 1, ալֆա 2 եւ այլն, որոնք պատկանում են a-ին, այնպես որ e ալֆա x-ը հավասար է 0-ի ցանկացած ալֆայի համար, որը չի պատկանում այս բազմությանը, ալֆա 1, ալֆա 2 եւ այլն։ Ու x-ն էլ ներկայացում է սրանց գումարի տեսքով։ e ալֆա g x e ալֆա g։ Դին հավասար է 1-ից անսահմանություն։ Ու ճիշտ է նաև պարսևալի հավասարությունը։ x-ի առակուսին հավասար է գումար e ալֆա g ալֆա g x առակուսի։
դինամոսերի մեկության սահմանություն։ Ուրեմն ի տարբերություն այս բացահայտ կառուցմանը, ստեղ մենք բացահայտ ձևով այդ օրթոնորմալ համակարգը կառուցեցինք։ Վերցրեցինք խիտ հաջորդականություն, կառուցեցինք խիտ տաղանդով գծայնորեն անկախ վեկտորներից կազմված հաջորդականություն, Գրամ-Շմիդտի օրթոնորմալացման եղանակը կիրառեցինք, ստացանք օրթոնորմալ հենքը մեջ։ Այս դեպքում կառուցումը բացահայտ չի, օգտագործում է Ծորնի լեմնը։ Այսինքն խորհուրդ տայի կարդալ անպատասխան բաժինը Ռիթ-Սայմոնի գրքում, այսինքն փորձեք ինքնուրույն անել, պետք է վերցնել բոլոր օրթոնորմալ համակարգերը, ոնց մենք համելի բազից կառուցեցինք։ Վերցրեցինք բոլոր գծայնորեն անկախ համակարգերը, հետո կիրառեցինք ինչ-որ ձևով Ծորնի լեմնը, ցույց տվեցինք, որ պայմանները բավարարվում են։ Այն մոտարապես նույն մտահղացումն է նաև ստեղ։ Վերցնում ենք բոլոր օրթոնորմալ համակարգերը, հեշտ է ցույց տալ, որ ցանկացած գծայնորեն կարգավորված բազմություն կունենա վերին գնահատական, հետևաբար գոյություն ունի մաքսիմալ տար։ Այդ մաքսիմալ տարն էլ կլինի օրթոնորմալ հենքը մեր իհարկան։ Օգտակար վարժություն է Ծորնի լեմի կիրառության, մանավանդ որ Ծորնի լեմը էլի ու էլի կիրառվելու է տարբեր տեղերում։ Շատ դեպքերում Հիլբերտյան տարածությունները բաժանելի են, այսինքն առանց սրա էլ կարող ենք ապրել, բայց օգտակար մաթեմատիկական եղանակ է հասկանալու, թե ինչ կարելի է, ոնց կարելի է ապացուցել։ Շատ լավ, ուրեմն թողնում եմ ձեզ այս բանը ինքնուրույն կարդալու Ռիթ-Սայմոնի գրքում։ Ուրեմն եւս մի հետևանք այս բանից, թեորեմից։ Ուրեմն մենք ներենք մտցել փոքր L2 տարածությունը։ Նշենք, որ փոքր L2 տարածությունը այս n հաջորդականություններն էին xg կոմպլեքս թվերից բաղկացած, այնպիսին, որ գումար xg քառակուսին, որը հենց այս տարածության մեջ նորմի քառակուսին էր, վերջավոր է։ Մենք ներմուծել ենք փոքր L2 տարածությունը։ Հետևանքը ասում է, որ ցանկացած անվերջ չափանի բաժանելի Հիլբերտյան տարածություն, ցանկացած անվերջ չափանի բաժանելի Հիլբերտյան տարածություն իզոմետրիկ է L2-ին։ Միատ հասկանանք, թե ինչ է ստեղ գրած։ Ունենք Հիլբերտյան տարածություն եւ ունենք մեր L2 տարածությունը։ Այս Հիլբերտյան տարածության համար ասում ենք, որ ինքը անվերջ չափանի էլի, անվերջ չափանի է, այսինքն վերջավոր չափանի չի։ Եվ ենթադրում ենք, որ h-ը բաժանելի է, այսինքն կա հաջորդականություն, որը օրթոնորմալ հենք է հաշում։ Օրթոնորմալ հենք հաշում։ Հետևանքը ասում է, որ բոլոր այս տեսակ տարածությունների համար կարելի է կառուցել ու գծային արտապատկերում, փոխ միարժեք գծային, այնպես որ եթե վերցնեմ ու-ի նորմա, ու x-ի նորմա L2-ում, ապա կստացվի x-ի նորմա հաշում։ Ցանկացած x-ի համար հաշվից։
հետևանքը ասում է սա, որ ցանկացած բաժանելի անվերջ չափանի գծային տարածության համար կարելի է կառուցել փոխմիարժեք գծային արտապատկերում L2-ի վրա, որը պահպանում է նորմա։ Այսինքն, եթե մեզ հետաքրքրում է միայն Հիլբերտյան ստրուկտուրայի հետ կապված հատկությունները, ապա այն ինչ ճիշտ է L2-ի համար, ճիշտ է ցանկացած ուրիշ Հիլբերտյան տարածության համար։ Ոնց որ ասենք վերջավոր չափանի տարածության մեջ, եթե ունենք վերջավոր չափանի տարածություն, որի մեջ կա ներքին արտադրյալ, ապա կարող եք ընդունել, որ գործում ենք CN-ի կամ RN-ի հետ։ Եթե իրականը RN-ի հետ, եթե կոմպլեքսը CN-ի հետ։ Այսինքն, այն ինչ որ կապված է միայն գծային եւ ներքին արտադրյալի հատկությունների հետ, նույնն է ինչ որ RN-ի։ Հիմա նույն բանը ստեղ կա, բայց անվերջ չափանի դեպքում։ Ոնց ենք ապացուցում, դա տեստ է իրականում, ապացույց։ Մենք ունենք եժի օրթոնորմալ հենք հաշում։ L2-ում էլ ունենք օրթոնորմալ հենք։ Բնական օրթոնորմալ հենքը որն է, անունը դրենք FG։ Այդ երբ ամեն տեղ 0 է, G երորդ դիրքում 1։ Ուրեմն FG-ն էլ կլինի օրթոնորմալ հենք L2-ում։ Հիմա ինչ ենք անում, ասում ենք, որ այս մեր U արտապատկերումը, մենք ուզում ենք, որ H-ի օրթոնորմալ հենքի G երորդ վեկտորը գնա L2-ի օրթոնորմալ հենքի G երորդ վեկտորի վրա ու գծայնորեն շարունակում ենք այս։ Այսինքն U գումար CG եժին, G-ն հավասար է 1-ից են, դեռ վերջավոր գծային կոմբինացիաների վերցնում, հավասար է այս սահմանման գումար CG FG։ Ակնհայտորեն սա գծային արտապատկերում է, որում նորմը պահպանվում է, որովհետև խոսքով, ինքնին ստուգեք, որ նորմը պահպանվում է, համարաբան չկանելու։ Կամ նույնիսկ ես կարող էի, այս պայն ուզում եմ ասել օգտագործենք այն բանը, որ ցանկացած, եթե գծային արտապատկերում որոշված է խիտ ենթատարածության վրա ու սահմանափակ է, ապա կարող ենք շարունակել փակման վրա, բայց իրականում դրա կարիքն չկա, քանի որ ստեղ կարող եմ ես միանգամից վերցնել, իրականում միանգամից կարող եմ վերցնել բան, անվերջ։ Արդեն ամեն ինչ ապացուցած է։ Այսինքն այն ինչ որ գրված է համ այս իմաստունի, համ այս իմաստունի։ Մի խոսքով առաջարկում ինքնուրույն ստուգել, որ այն ինչ որ գրված է, լավ որոշված գծային արտապատկերում է H-ից L2-ի վրա, փոխմիարժեք եւ պահպանում է նորմա։ Այսինքն եթե նորմը պահպանում է, արդեն իսկ միանգամից կդառնա փոխմիարժեք, եթե ինքը սուբյեկտիվ է։ Այս արտապատկերումը սուբյեկտիվ է, ստեղ ես իհարկե մոռացա ասել, որ ենթադրում եմ, որ գումար CG քառակուսին վերջավոր է։ Հակառակ դեպքում շարքերը չեն զուգամտում։ Մի խոսքով առաջարկում ինքնուրույն մինչև վերջ բոլոր մանրամասնություններն անել, իրականում ոչ մի բան չկա։ Շատ լավ։ Սրանով երևի մեր այսինքն պետք է կարդալ Հիլբերտյան տարածությունների մասին բաժնի անպատասխան էջերը։ Կարող եմ գրել կարդալ 2-3 բաժինը։ Մինչև մի թեորեմ կա, որը օգտագործում է L2-ը, դրա կարիք չկա, մինչև 2-9 թեորեմում։ Այդ 44-48-րդ էջերն են, այսինքն Հիլբերտյան տարածությունների մասին ես մաս պետք է կարդալ ինքնուրույն։ Ինքնուրույն չէ, կարիքին միասին։ Շատ լավ, արդյոք Հիլբերտյան տարածություններից հարցեր կան։ Մեծատառ ու փոքրատառ ալերգիաներից բացի ինչ-որ կարևոր օրինակներ կան Հիլբերտյան տարածությունների։ Այո, շատ օրինակներ կան։ Օրինակ, մասնագետ անցանցային դիֆերենցիալ հավասարումներում օգտագործում են Սոբոլևյան տարածությունները։
Այսինքն վերցնում ենք L2-ից ֆունկցիա, օրինակ AB-ի վրա ու վերցնենք F մեզ ովքեր ծանոթ չեն չափի տեսությանը կարող են այս մասը մոռանալ, վերցնենք AB հատվածի վրա ֆունկցիա L2-ից ու ենթադրենք, որ ինքը ներկայացում է հետևյալ ձևով fx հավասար է ինչ-որ մի հատ հաստատուն գումարած ինտեգրալ a-ից x g p dt որտեղ g-ն պատկանում է L-ի L2 AB-ին Բնականաբար այս ֆունկցիան կլինի անընդհատ, բայց մի քիչ ավելի շատ բան կարելի ասել։ Ինքը իրականում կունենա ածանցյալ։ Բայց ածանցյալ կունենա ոչ սովորական իմաստով, որտեղ եթե j-ն անընդհատ չի, օրինակ եթե j-ն խզման կետ ունի, ապա այդ խզման կետում f-ի ածանցյալը գոյություն չի ունենա։ Բայց այս տարածությունը իմաստ ունի, ասենք կարող ենք այս տեսակ տարածություն ներմուծել, ու այս տարածության վրա կարող ենք նորմ ներմուծել։ F-ի նորմը, այս կլինի Sobolev-ի առաջի նորմը, դրա քառակուսին հավասար է F-ի L2 նորմ քառակուսի, գումարած F-ի ածանցյալի անուն դնում ենք, J-ի անուն դնում ենք F-ի ածանցյալ, ու սրա նորմի քառակուսին։ Այսինքն այն ինչ որ ստացվեց, այս առաջի Sobolev-յան տարածությունն է։ Այս ֆունկցիաները, որոնք ունեն ընդհանրացված իմաստով ածանցյալ, ու այդ ընդհանրացված իմաստով ածանցյալը L-ի L2-ից է։ Այսինքն այդ Sobolev-յան տարածության տարերը այդ բացարձակ անընդհատ ֆունկցիաներն են, թե նրանք, որոնք որ համարյա ամենուրեք ունեն ածանցյալ։ Չէ, բացարձակ անընդհատ ֆունկցիաներն են, որոնց ածանցյալը, եթե բացարձակ անընդհատ է, ապա ինքը համարյա ամենուրեք ածանցելի է, ու պետք է որ այդ ստացվածը լինի L2 դասից, որտեղ համարյա ամենուրեք ածանցելի կարող է L2 դասից չլինի։ Այսինքն բացարձակ անընդհատներից ավելի փոքր է։ Ավելի փոքր են, այո, բացարձակ անընդհատներից ավելի փոքր են։ Այսինքն բացարձակ անընդհատը տալիս է, որ j-ն L1-ից է իրականում։ Բացարձակ անընդհատ ֆունկցիան այդ նույնն է, որ կներկայացվի այս տեսքով, ոնց որ գրված է, որտեղ j-ն L1 դասից է։ Այստեղ մի քիչ ավելի շատ ենք ուզում ուզենք L2 դասից։ Եվ այլն, այսինքն օրինակ այս մի ամբողջ դաս է տալիս բաների, բայց նաև շատ ուրիշ օրինակներ կան։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Եթե հարցեր չկան, ուրեմն ասում ենք հաջորդ բաժնին, այդ բանախյան տարածություններն են։ Ուրեմն այս երրորդ բաժինն է։ Բանախյան տարածություններ։ Ուրեմն գրել են պարզապես B եւ X, B եւ K։ Ուրեմն սկսենք սահմանումից, սահմանում։ Ինչ է բանախյան տարածությունը, այդ նորմավորված տարածություն է, որը լրիվ է։ Ուրեմն լրիվ նորմավորված տարածությունը կոչվում է բանախյան տարածություն։ Որպես տարածությունը կոչվում է բանախյան։ Եկեք մի շարք օրինակներ նայենք։ Օրինակներ։ Արդեն մի շարք օրինակներ տեսել ենք իրականում։ Վերցնենք RN-ը կամ CN-ը։ Այսինքն մենք եթե ոչի բան չենք ասում, ապա նայում ենք կոմպլեքս դեպքը, մի քիչ ավելի ընդհանուր է, բայց ամենայն բանն է։ Վերցնում ենք RN-ը կամ CN-ը ու նայում ենք նորմը, որը ծնված է ոչ թե սկալար արտադրյալով, այլ ինչ որ անվանում ենք LP նորմ։ Գումար XG P աստիճան, G-ն հավասար է 1-ից n, եւ այս ամբողջի 1 P-րդ աստիճան։ Ընդհանրապես ակնհայտ չի, որ այս նորմ է։ Չեմ հիշում մենք քննարկել ենք եթե չէ, բայց
Այն որ այս նորմը է, հետևում է կոշու բունյակովսկու անհավասարությունից։ Այսինքն կա կոշու բունյակովսկու անհավասարություն ու միկովսկու հավասարություն, որոնք ճիշտ է անվերջավոր անվերջ գումարների համար։ Եմ առաջին ասում եմ, եթե վերցնում եք ցանկացած երկու հաջորդականություն xg, yg, ապա սրա բացարձակ արժեքը, ասենք վերցնենք գրական թվեր, որովհետեւ ժողովրդության մասին հաստատ չլինի։ Փոքր հավասար է xg p աստիճանի 1/3, եկեք լավ անվերջ գումարի դեպքը։ G հավասար է 1-ի բնասահմանություն եւ գումար yg q աստիճան այս ամեն ինչը 1/3 աստիճան, ընդ որում p-ն եւ q-ն p-ն եւ q-ն քվեր են 1-ից մեծ հավասար 1/3 գումարած 1/3-ը պետք է հավասար լինի 1-ի։ Ուրեմն այս առաջի փաստն է, որ ասում է սա ճիշտ է։ Եվ երկրորդը ասում է, որ սրանից անմիջապես հետևում է, որ սա նորմ է։ Այսինքն նորմի հատկություններից միայն մեկը ակնհայտ չի, եռանկյան անհավասարությունը ակնհայտ չի։ Այն որ ինքը համասեռը պարզապես ակնհայտ է, այստեղ C-ով ենք բազմապատկում, ասենք կարող ենք դուրս հանել։ Այսինքն մի բանը նորմի հատկություններից որ ակնհայտ չի, այն է որ կա եռանկյան անհավասարություն։ Ուրեմն առաջի փաստը ասում է, որ ճիշտ է սա, երկրորդը ասում է, որ այս առաջինից հետևում է նորմի հատկությունը։ Այսինքն x գումարած y-ի մի փոքր n փոքր հավասար է x-ի p աստիճան գումարած x-ի p նորմ գումարած y-ի p նորմ։ Ուրեմն սա ճիշտ է ցանկացած p-ի համար մեծ հավասար է 1-ից։ Երբ p-ն հավասար է 1-ի եւ p-ն հավասար է անսահմանության, այստեղ չասի անսահմանության դեպքում վերցնում ենք պարզապես մաքսիմումը։ X անսահմանություն նորմը այդ մաքսիմում x g-ն է։ G-ն 1-ից է։ Հիմա մի հարց, արդյոք ծանոթ եք այս երկու անհավասարություններին նրանց ապացույցին։ Ինձ թվում է կարիք չկա, չէ՞, ապացուցել։ Այսինքն եթե նույնիսկ ծանոթ չեք, հեշտությամբ ցանկացած գրքում կամ ինտերնետում գտնեք, էլի, այսինքն այս ամենի տեխնիկական մի փոքր հաշվարկ է, որը իմաստ չունի որ այն ժամանակ կորցնենք։ Ուրեմն երկրորդ, ընդ որում ասենք մի բան կա, կարևոր է հասկանալ, թե որ ասենք օրինակ այս անհավասարության մեջ երբ տեղի ունի հավասարությունը։ Այսինքն մեծ մասամբ այս անհավասարությունը խիստ է, բայց կան դեպքեր, ընդ որում էլ կարելի է բացահայտ նկարագրել, թե երբ տեղի ունի հավասարություն։ Այդ ինչ-որ ժամանակետը մեզ պետք է գալու, բայց քանի որ առաջին պետք չի վերջնական մասին չխոսենք։ Ուրեմն երկրորդը այս նույն բանն է, բայց անվերջ։ Այսինքն L2-ի փոխարեն մենք ներենք ուզում LP-ն։ LP-ն այդ հաջորդականություններն են կոմպլեքս թվերի, որոնց համար անպատասխան նորմը վերջավոր է։ Գումար xg p աստիճան եւ այս ամեն ինչը 1/3։ Նա ասել է 1-ից անսահմանություն, այս ուզում ենք որ լինի վերջավոր։ Բնականաբար այն դեպքը, երբ p-ն հավասար է անսահմանության, այսինքն L անսահմանությունը, այս այն դեպքում է, երբ p-ն փոքր է անսահմանությունից, մեծ հավասար է 1-ից, եթե վերցնում ենք L անսահմանությունը, ապա այս նույն բանն է, բայց ուզում ենք, որ սուպրեմումը լինի վերջավոր։ Սա էլ հենց անսահմանություն նորմն է, ուզում ենք, որ սա լինի վերջավոր։ Ուրեմն ստեղ կա ոչ ակնհայտ բան, եթե վերջավոր չափանիշության մեջ մենք միանգամից կարող ենք ասել, որ բոլոր նորմերը համարժեք են, ինչա լուծարսը բոլորը ծանոթ են դրան, որ վերջավոր չափանիշության մեջ բոլոր նորմերը նույնն են։ Համարժեք են այն իմաստով, որ մեկը մյուսով գնահատվում է։ Այդ հետևում է օրինակ կոմպակտությունից։
Ամբեր ճապանի տարածության մեջ այդտեն չի, օրինակ այս ոչ մի երկու նորմ ստեղից համարժեք իրար համարժեք չեն։ Այս եթե վերցնենք ելպեն, բոլորը հաջորդականությունների տարածություններ են։ Նախ բոլորը կլինեն տարբեր։ Միշտ կարելի է կառուցել բան, որ մեկին պատկանում է, մյուսին չի պատկանում։ Ու նորմերը համարժեք չեն լինի։ Այսինքն ոչ մի երկու նորմ ստեղ համարժեք չի։ Ուրեմն որ նորմերը կոչվում են համարժեք, ուրեմն լավ եկեք սահմանում տանք։ Սահմանում դիցուկ ունենք ինչ-որ մի վեկտորական տարածություն, ու սրա վրա ունենք երկու նորմ։ Նորմեր x-ի վրա։ Մենք ասենք, որ այս երկու նորմը համարժեք են, այսինքն մեկը համարժեք է երկուսին, ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, որ գոյությունից է ունենք 0-ից 1 հերջերականում կլինի 1-ից 1, այնպես որ ցանկացած x-ի համար x-ից առաջին նորմը գնահատվում է երկրորդով եւ երկրորդ նորմը գնահատվում է առաջինով։ Մեծ դեպքում կասենք, որ նորմերը համարժեք են։ Այսինքն ինչ իմաստով են համարժեք։ Համարժեք են այն իմաստով, որ հաջորդականությունը նորմերից մեկում զուգամիտում է այն եւ միայն այն դեպքում, երբ զուգամիտում է մյուսում։ Այդ իմաստով այդ նույնն են։ Նույնն է նաեւ տոպոլոգիան, այսինքն դեռ չենք անցել տոպոլոգիան տարածություններ, բայց բաց եւ փակ բազմություններ անցել ենք, բաց եւ այդ երկու տարածությունները կունենան նույն բաց եւ փակ բազմությունները։ Այսինքն նորմերը տարբեր են, բայց նորմից ծնվող հատկությունները, այսինքն տոպոլոգիան նույնն է։ Զուգամիտությունն է նույնը, բաց եւ փակ բազմություններն են նույնը եւ այլն։ Հիմա այստեղ կարելի է ցույց տալ, այդ չենք անի, որտեղ մենք դրա կարիք չունենք, որ այս սահմանված նորմերից ոչ մի երկուսը միմյանց համարժեք չեն։ Այսինքն այս բանը տեղի չունի։ Այսինքն իրոք ստանում ենք շատ տարբեր բանախեն տարածություններ։ Շատ լավ, երրորդ օրինակը վերցնենք անընդհատ ֆունկցիաների բազմությունը, սրա մասին արդեն խոսել ենք շատ։ Հա, այստեղ ոչ տրիվիալ բան կա, որ սրանք բոլորը լրիվ են։ Մենք, եթե չեմ սխալվում, L2-ի համար ցույց ենք տվել, որ լրիվ է, LP-ի եւ L-անսահմանության համար մոտավորապես նույն ձևով է արվում, առաջարկում եմ ինքնուրույն փորձեք հասկանալ, թե ինչի են լրիվ։ Ուրեմն անընդհատ ֆունկցիաների տարածությունը մաքսիմում նորմով նույնպես բանախեն տարածություն է։ Սրա մասին ենք խոսել։ Ցույց տվել, որ այս լրիվ է, այս նորմի նկատմամբ։ Ստեղ օգտագործում էր էպսիլոն 3 երրորդ եղանակը, եթե հիշում եք։ Եվս երկու օրինակ։ Օրինակ կարող ենք վերցնել սահմանափակ ֆունկցիաները R-ի վրա։ Այսինքն այս ինչ տարածություն է։ F-ը գնում է R-ից C, որում F-ը անընդհատ է եւ սահմանափակ։ Այսինքն բացասակ արժեքի սուպրեմը վերջավոր է ու կարող ենք ներմուծել հետևյալ նորմը։ Սուպրեմում տեն պատկանում է R-ին FT։ Ու կարող եք նայել սրա ենթատարածությունը, անուն դնենք C0R, որը այն ֆունկցիաներն են CBR-ից, որոնք ձգտում են 0-ի։ Սահման եւ P-ի բացարձակ արժեքը գնում է անսահմանության F-ն, հավասար է 0-ի։
այս պահին դրա կարիքը չունենք, բայց եթե շատ հեշտ է այս ամեն ինչ դες համար, կարող եք փորձել ապահովել, որ CBR-ը բաժանելի չի, այսինքն չկա ամենուրեք fit հաջորդականություն, իսկ C0R-ը բաժանելի է։ Բայց ոչ մեկն է ակնհայտ, ոչ մյուսը, այսինքն այդ մի քիչ պետք է ճարճարվել։ Սովորաբար բաժանելիությունը, ոչ բաժանելիությունը ոնց են ապահովվում, կառուցում են անվերջ հաջորդականություն, որ ցանկացած 2 տարի միջև հեռավորությունը հավասար լինի 1-ի։ Չէ, անվերջ հաջորդականություն չի։ Ոչ հաշվելի հաջորդականություն։ Եթե ուզում ենք ցույց տանք, որ ինքը բաժանելի չի, եթե կառուցենք ենթավազնություն ոչ հաշվելի, որ ցանկացած երկուսի միջև հեռավորությունը 1 է, ապա ինքը չի կարող բաժանելի լինել։ Որովհետև դրանցից յուրաքանչյուրը մոտարկելու համար գոնե մի տար է պետք, ասենք, բարձր թե չէ, ուրեմն եթե մի փոքր լեն։ Մեկ երկրորդ շրջակայքում գոնե մի հատ տարա պետք է լինի։ Այո։ Դա արդեն շատ է։ Այսինքն եթե ունենք ինչ-որ F alpha որտեղ alpha-ն պատկանում է A-ին ոչ հաշվելի, այնպես որ F alpha հանած F beta-ն հավասար է 1-ի ցանկացած alpha beta-ի համար A-ից, ապա X-ը բաժանելի չի։ Որովհետև ոնց որ բանը ասել, ցանկացած տարի համար, եթե ուզում ենք 1/2 տեսությամբ մոտարկենք, տարբեր տարեր, տարբեր տարերով կարող են, տարբեր F alpha, F beta-ները կարող են մոտարկել տարբեր, պետք է մոտարկենք, ստիպված ենք մոտարկել տարբեր տարերով, ուրեմն X-ը բաժանելի չի։ Շատ ավես, ինչ որ ժամանակետում ես կարող պետք գա, բայց ես պայն պետք չի, դրա համար ավելի մանրամասն չեմ ասում։ Ու վերջի օրինակը, եթե ունենք երկու տարածություն, ուրեմն առաջինը նորմալորված գծային տարածություն, երկրորդը բանախյան տարածություն։ Կարող ենք նայել X-ից Y գնացող սահմանափակ գծային արտապատկերումներ, ուրեմն LXY-ը իջեցնեմ ես X-ից Y գնացող գծային սահմանափակ։ Նշեցնեմ նաև, որ գծային սահմանափակ արտապատկերումների համար մենք ունենք գծել նորմ, որը հավասար է սուպրեմում AX-ին, վերցնեմ X-ի նորմը AX-ի նորմը Y-ում, ու վերցնեմ սուպրեմում միավոր գնդի վրա։ X-ի նորմը X-ում փոքր կարող հավասար է 1-ից։ Ուրեմն սա A-ի նորմն է։ Առաջարկում ինքնուրույն փորձել հասկանալ, թե երկու բան, որ նախ այս նորմ է, բայց ես եթե չեմ սխալվում ապահովել ենք, ես կարող չենք ապահովել, սա նորմ է, n ինչ որ A-ին համապատասխանության մեջ է դնում այս բանը նորմ է, LXY-ի վրա, և երկրորդ փաստը, եթե վերցնենք LXY-ը այս նորմով, ապա սա լրիվ է։ Հետևաբար LXY-ը բանախյան տարածություն է։ Ցույց է տվում է, որ LXY-ը բանախյան տարածություն է։ Ոչ մի դժվար բան չկա այս տրվության մեջ, ոնց որ անընդհատ ֆունկցիաների համար վերցրեցինք, ասենք ամեն կետում զուգամիտում է, եթե ինքը կոշու է, ապա ամեն կետում զուգամիտում է,
գտնենք սահմանը ու ապացուցենք, այդ նույն ձևով սա է արվում։ Այսինքն, եթե ունենք AN հաջորդականությունը, որը կոշու է, այսինքն AN անած AM-ը գտնում է 0-ի և MN-ը գտնում է անսահմանությամբ, ապա ստեղից անմիջապես եզրակացնում որ ցանկացած x-ի համար x-ից AN-x-ը կոշու է։ Հենց ստեղ օգտագործում ենք այն փաստը, որ y-ը լրիվ է։ Որտեղ եթե y-ը բանախյան չլինի, կոշու հաջորդականությունը կարող է սահման չունենալ։ Այս պահին օգտագործում ենք այն փաստը, որ y-ը լրիվ է, հետեւաբար կարող ենք սահմանել AX-ը հետևյալ ձևով։ AX-ը հավասար է սահման AN-x-ի։ Այսինքն, եթե սահմանը գոյություն ունի, պարտավոր է այս տեսք ունենալ, ու դժվար չի ապահովել, որ այն ինչ որ ստացվում է գծային է, ոնց կարող են գծայնությունը ապահովել, եթե մինչև սահմանը ինչ որ ունենք գծային է, ապա սահմանն էլ կլինի գծային։ Ու մոտավորապես, այսինքն վերցնում ենք սա, գրում ենք ամեն x-ի վրա, ու ցույց ենք տալիս, որ միավոր գնդի վրա զուգամիտությունը հավասարաչափ է։ Մի խոսքով ոչ մի բարդ բան չկա այս առաջարկման ինքնուրույն փորձել ապահովել։ Դա ուրեմն ունենք բավական մի խոսքով բանախային տարածությունները բավական մեծ դաս է նորմալորված վեկտորական տարածությունների։ Եկեք եւս մի բան ապացուցենք, որը հետո օգտակար կլինի։ Սահմանում սահմանում եթե ունենք հաջորդականություն xn, ուրեմն կասենք, որ xn-ը այս հաջորդականություն է x-ում։ X-ը պարզապես նորմալորված վեկտորական տարածություն է, ուրեմն կասենք, որ գումարելի է ըստ սահմանման այդ նշանակում է, որ այս շարքը զուգամիտում է։ Զուգամետ է այդ ամենասովորական իմաստով։ Այսինքն մասնակի գումարները զուգամիտում են, այս առաջին մասը, ու երկրորդ մասը կասենք, որ xn-ը բացարձակ գումարելի է, ոնց որ իրական թվերի համար գումար xn նորմ վերջավոր է։ Ուրեմն xn հաջորդականությունը կոչվում է գումարելի, եթե համապատասխան շարքը զուգամետ է, սովորական իմաստով, այսինքն մասնակի գումարները զուգամիտում են ինչ-որ մի սահմանի, եւ կասենք, որ բացարձակ գումարելի է, եթե նորմերից բաղկացած արդեն իրական թվերի շարքը զուգամետ է։ Հիմա թեորեմը ասում է հետեւյալը, թեորեմ ուրեմն x նորմավորված գծային տարածությունը լրիվ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած բացարձակ գումարելի հաջորդականություն գումարելի է։
Մենք եկեք հասկանանք, թե ինչ եղավ էլի։ Մենք սովորենք դրան, որ եթե շարքը բացարձակ զուգամետ է, ապա ինքը զուգամետ է։ Բայց այդ փաստը օգտագործում է այն, ինչ որ մեզ համար լրիվ սովորական է, որ կոմպլեքս կամ իրական թվերը կոմպլեքս կամ իրական թվերի կոշու հաջորդականություններ ունեն սահման։ Միշտ մենք ոնց ենք ապացուցում, որ ցանկացած բացարձակ զուգամետ շարք զուգամետ է։ Վերցնում ենք, ասում ենք, եթե ինքը բացարձակ զուգամետ է, ապա կոշու է, իսկ սովորական շարքի մասնակի հացանցալների տարբերությունների բացարձակ արժեքը կարող են գնահատել մյուսի բացարձակ արժեքների տարբերությամբ։ Չէ, մենք ոնց ենք ասում ենք նորապես պես, որ եթե գումար x-ը զուգամետ է, ապա մասնակի գումարները n հավասար է 1-ից k x-ը կոշու է, հետևաբար սա էլ է կոշու, n հավասար է 1-ից k, ինչի, որովհետև տարբերությունները սրանց տարբերություններով կարող են գնահատել։ Դե քանի որ այս կոշու է, հետևաբար զուգամետ է, հետևաբար գոյություն ունի սահման։ Արդյոք բոլոր համաձայն են սրա հետ։ Այս սովորական եղանակներ, որով մենք ապացուցում ենք, որ օրինակ կոմպլեքս թվերի բացարձակ զուգամետ շարքը նաև զուգամետ է։ Եթե զուգամետ է, ապա այս հաջորդականությունը կոշու է, եթե սա կոշու է, ապա սա է կոշու, իսկ քանի որ կոշու հաջորդականություն ունի սահման, ապա շարքը զուգամետ է այս սահմանով։ Հիմա թեորեմը ասում է հետևյալը, որ եթե ունենք նորմավորված գծային տարածություն, որի մեջ ճիշտ է այս հատկությունը, բացարձակ զուգամետությունից հետևում է զուգամետությունը, այստեղ տերմինոլոգիան մի քիչ է, բացարձակ գումարելիությունից հետևում է գումարելիությունը, ապա այս տարածությունը պետք է լինի լրիվ, այսինքն ինքը պետք է լինի բանախեն։ Այս է ասում թեորեմը։ Եկեք մինչև վերջ չապացուցեմ, մանավանդ որ այս ձեր տնային աշխատանքի մաս է կազմում, ուրեմն ապացույց։ Մի քանի մտահղացում, ուրեմն նախ այն որ լրիվությունից հետևում է բացարձակ այս մեր հատկությունը, այսինքն այն որ պայմանը անհրաժեշտ է, պայմանի անհրաժեշտությունը։ Պայմանի անհրաժեշտությունը իրականում այս էր, ինչ որ արեցինք, այս է ապացույցը։ Որովհետև եթե բացարձակ գումարելի է, եթե x-ը բացարձակ գումարելի է, ապա գումար x-ը վերջավոր է, հետևաբար գումար վերջավոր գումարները n հավասար է 1-ից k կոշու է, հետևաբար եթե վերցնենք SN-ով նշանակենք կամ SK-ով նշանակենք մասնակի գումարները x-n, n հավասար է 1-ից k, ապա SK, ասենք գումարած L անած SK-ն, ինչ չստացվի գումար, n հավասար է k գումարած 1-ից k գումարած L, x-n, որը ձգտում է 0-ի, երբ k-ն ձգտում է անսահմանության։ Հետևաբար SK-ն կոշու է։ Եթե կոշու է, զուգամիտում է, այսինքն բացարձակ գումարելի շարքը գումարելի է։ X-կան, X-ը գումարելի է։ Այսինքն այս ապացուցեցինք։ Այսինքն այն որ պայմանը անհրաժեշտ է,
միանգամից ստացվում է լրիվ նույն ձևով ինչ-որ կոմպլեքս թվերի համար։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչի է պայմանը բավարար։ Ուրեմն երկու դիտարկում։ Առաջինը, որ եթե ունենք, ինչ պետք է ապացուցենք։ Պետք է ապացուցենք, որ եթե ունենք կոշու հաջորդականություն, ապա ինքը զուգամիտում է ինչ-որ տարի, okay? Մենք ուզում ենք ցույց տալ, որ եթե բացարձակ գումարելի հաջորդականությունը գումարելի է, ապա ցանկացած կոշու հաջորդականություն ունի սահման։ Ուրեմն առաջինը հետևյալն է, որ եթե ունենք x-n կոշու հաջորդականություն, կոշու է, եւ գոյություն ունի ենթահաջորդականություն այնպիսին, որ x n j-ին զուգամետ է, ապա այս երկուսից հետևում որ x-ը զուգամետ է։ Արդյոք բոլորը համաձայն են սրա հետ։ Ոնց որ բաների համար։ Ուրեմն առաջի դիտարկումը։ Երկրորդը ասում է, որ եթե x-ը կոշու է, ապա գոյություն ունի ենթահաջորդականություն այնպիսին, որ x n j հանած x n j գումարած 1-ը, ինչքան ասես արագ նվազում, օրինակ փոքր է 2-ի մինուս j աստիճանից։ Դե սրանից ամեն ինչ հետևում է, որովհետև կվերցնենք գնայինք հետևյալ շարքը, ասենք x n1 x n2 հանած x n1 x n3 հանած x n2 եւ այլն։ Ուրեմն s կլինի բացարձակ գումարելի։ Հետևաբար ինքը գումարելի է։ Բայց սրա մասնակի գումարները եթե հաշվում ենք, այս շարքի մասնակի գումարները, գումար կան հավասար է 1-ից l, եկեք սրանց անունները դնենք y։ Y կա, ուրեմն այս y1-ն է, այս y2-ն է, y3 եւ այլն։ Եթե ես վերցնեմ գումար y կա, հեշտ է հասկանալ, որ բոլորը կրճատվում են բացի վերջինից։ Ստացվում է x, ստացվում է x n կա։ Սա պետք է զուգամիտի։ Դե սրանով ապացույցն ավարտվում է ըստ էության։ Որտեղ գտանք ենթահաջորդականություն, ունեինք կոշու հաջորդականություն, գտանք ենթահաջորդականություն, որը զուգամիտում է։ Հետևաբար տարածություն լրիվ է։ Ուրեմն ձեր տնային աշխատանքի մաս եք ասում, այսինքն ավելի մանրամասն չեմ ուզում ասել, պետք է փորձեք ամբողջը լրիվ բոլոր մանրամասնություններով գրել։ Տասը րոպե մնացել, ուրեմն եկեք եւս մի սահմանում ուրեմն եթե ունենք երկու բանախյան տարածություն, ասենք որ a գծային պատկերումը իզոմորֆիզմ է, այս սահմանման այս նշանակում է, որ a-ն փոխմիարժեք է ու փոխմիարժեք է անընդհատ եւ հակադարձը նույնպես անընդհատ է։ a-ն
ան փող միարժեք է, փող միարժեք է, անընդհատ եւ a մինուս 1-ը, որը բնականաբար գնա y-ից x, նույնպես անընդհատ է։ Այստեղ իհարկե չասցի ես նկատի ունեմ գծային։ A գծային արտապատկերումը կոչվում է իզոմորֆիզմ, եթե ինքը փող միարժեք է անընդհատ եւ հակադարձը նույնպես փող միարժեք, նույնպես անընդհատ է։ Բնականաբար հակադարձը գծայինի հակադարձը նույնպես գծային է։ Ուրեմն երկրորդ մասը նույն բանն է, երբ նորմը պահպանվում է։ Ուրեմն կասենք, որ ան իզոմետրիա է, էլի գծային արտապատկերումը իզոմետրիա է։ Այս սահմանման նշանակում է հետևյալը, որ ան իզոմորֆիզմ է, եւ ճիշտ է հետևյալը, ցանկացած x-ի համար x-ից ax-ի նորմա հավասար է ax-ի նորմա բնականաբար պետք է վերցնել y-ում, ax-ի նորմա y-ում հավասար է x-ի նորմին։ Այսինքն ոչ միայն փող միարժեք է եւ երկուսն անընդհատ, այլև նորմ է պահպանվում։ Որ փող միարժեքա ու նորմը պահպանվում է, իզոմորֆիզմ լինելը հետևում է, չէ՞։ Այո, եթե փող միարժեք է ու նորմ պահպանվում է, իզոմորֆիզմը հետևում է դրանից։ Ուրեմն սրա հետ կապված դրա մասին խոսեցինք, բայց նորից ուզում եմ հիշեցնել ուրեմն օրինակներ։ Որ RN-ի վրա բոլոր նորմերը RN-ի եւ չէ, այստեղ նորմերի մասին չէ խոսքը, փաստորեն բանի մասին է խոսքը, իզոմորֆիզմի եւ բանի մասին։ Ուրեմն եկեք sense ասեմ, ուրեմն եթե վերցնենք ցանկացած n չափանի գծային տարածություն, դիցուկ x-ը n չափանի է, վերցնենք կոմպլեքս դեպքը, ապա գոյություն ունի իզոմորֆիզմ x-ի c-ին։ Իզոմորֆիզմ։ Իսկ այս սահմանումները բանական տարածություններին համարային, թե ցանկացած նորմավորված։ Դե ցանկացած նորմալացիայի համար է կարելի ասել, բայց օգտակար են բանախյանների համար, որտեղ հենց մի քիչ հետո բան ենք անելու, փորձելու ենք հասկանալ դուալ տարածությունները, իսկ դրանք նկարագրելու համար օգտակար է ունենալ բացահայտ նկարագրություն, այսինքն լավ հեսա մի քանի րոպե հետո կերևա այդ։ Ուրեմն ես եթե պարզապես նորմ է, եթե Էվկլիդեսյան տարածություն է, այսինքն եթե կա ներքին արտադրյալ, եթե ունենք x եւ ունենք ներքին արտադրյալ, ապա սա իզոմետրիկ է c-ին։ Այսինքն գոյություն իզոմետրիա c-ի վրա, իզոմետրիկ է c-ին սովորական ներքին արտադրյալով։ Այսինքն եթե վերցնենք ուվ ներքին արտադրյալ c-ի վրա, կստացվի ուժի գից համալույց վեժի։ Դրանք իհարկե տրիվիալ օրինակներ են բանի, ավելի իմաստալից օրինակներ մի քիչ հետո տեսնենք։ Ուրեմն այդ ավելի իմաստալից օրինակները կապված են դուալ տարածությունների հետ, բայց այսօր երևի ժամանակ չենք ունենա դրան, դուալ տարածություններ։ Եթե ունենք ինչ-որ x բանախյան տարածություն, կամ նույնիսկ բանախյան չի, կարող է լինել պարզապես գծային տարածություն, մենք իրավունք ունենք նայելու հետևյալը, x-ից
C գնացող գծային արտապատկերումները։ X-ից C գնացող գծային արտապատկերումները ունի հատուկ կանոն, այս կոչվում է X-ի դուալ տարածություն, նշանակում է X աստղանիշով։ X-ի դուալ տարածություն։ Ու դուալ տարածության վրա մենք դիտարկում ենք բան նորմա, հենց գծային արտապատկերման նորմա, այսինքն եթե լամդան x աստղանշից տար է, ապա վերցնում ենք պարզապես սուպրեմում, երբ x-ի նորմա x-ում փոքր է 1-ից և լամդա x։ Այս մեր սովորական նորմն է գծային տարածությունների, գծային արտապատկերումների համար, հիմա գծային արտապատկերումը գնում է x-ից ամենապարզ տարածության մեջ, x-ից c-ի մեջ։ Այն ինչ որ ստացվում է, անուն գնում ենք x-ի դուալ տարածություն, նշանակում ենք x աստղանիշով ու նրան կոչվում ենք սովորական օպերատորային նորմով։ Մենք մի քանի օրինակներ նայենք ու դրանից կանխենք օրինակներ։ Եթե մեր տարածությունը Հիլբերտյան է, եթե x-ը Հիլբերտյան տարածություն է, ապա մենք արդեն իսկ ցույց ենք տվել, որ մենք x աստղանիշը նկարագրել ենք։ X աստղանիշը ըստ էության նույնն է ինչ որ x-ը, որտեղ մենք ցույց ենք տվել, որ x աստղանիշի ցանկացած տար տրվում է x-ի հետ որևէ տարի սկալար արտադրության տեսքով։ Եթե լամդան պատկանում է x աստղանիշին, ապա գոյություն ունի միակ ընդ որում y-ը, որը կախված է լամդային x-ից, այնպես որ լամդա x-ը հավասար է y լամդա սկալարարության x-ի հետ։ Երբեմն, բայց այս ինչ որ իզոմորֆիզմը ինչ որ շարք գծային չէր, ինչ որ Այո, իզոմորֆիզմը ոնց ասի շերտ գծային են ասում, հա։ Ես ասում եմ հավառ գծային, բայց կարող է շերտ գծային ավելի ճիշտ է ուսիդում։ Չլսեցի Ռոբեն, այդ է տերմինը։ Ես այսի շարք գծային, բայց չի ուրեմն այդ օգտագործենք, ես ծանոթ չի այդ տերմինը։ Ուրեմն այս համապատասխանությունը շերտ գծային է, համաձայն եմ։ Այսինքն Հիմա Հիլբերտյան տարածությունների իզոմորֆիզմ չի, բայց Բանախյան տարածությունների իզոմետրիա է, չէ՞։ Այո, այն ինչ որ ստացվում է Հիլբերտյան տարածությունների իզոմորֆիզմ չի, քանի որ ինքը շերտ գծային է, բայց եթե նայենք x-ը որպես Բանախյան տարածություն, չէ, էլի կլինի շերտ գծային։ Այսինքն այս արտապատկերումը, որը x-ից կգնա x աստղանիշից, այս արտապատկերումը, որը գնա x աստղանիշից x եւ լամդային համապատասխանության մեջ կդնի y լամդան, ինքը էլի այս սահմանման համաձայն բան չի, իզոմետրիա չի, քանի որ ինքը շերտ գծային է։ Բայց դե փոքր տարբերություն է, էլի, այսինքն ինքը միշտ կարող ենք ասել, որ x աստղանիշը համարյա նույն բանն է, ինչ որ x-ը։ Վերջ-վերջով կարող ենք այդ շերտ գծայինությունը վերացնել չի դե բաստոն չեն կարող վերացնել, բայց ամեն դեպս այս արտապատկերումը լրիվ բնութագրում է x աստղանիշը, մասնավորապես ցույց տալիս, որ x աստղանիշը բան չի, դատարկ չի։ Այսինքն Բանախյան տարածությունների համար ակնհայտ չի, որ կա 0-ից տարբեր անընդհատ ֆունկցիոնալ։ Այդ ճիշտ է, բայց այդ պետք է ապացուցել։ Շատ լավ, հիմա այսինքն այս իմաստով x եւ x աստղանիշը համընկնում են։ Հիմա երկրորդ օրինակը մենք ներենք ուծել LP տարածությունները։ Ուրեմն LP տարածությունների համար կարելի է ապացուցել հետևյալը։ L1-ի դուալ տարածությունը L անսահմանությունն է, այս արդեն հենց լրիվ բան իմաստով։ Այս սահմանման իմաստով։ Այսինքն գոյություն ունի ինչ է նշանակում որ L1-ի աստղանիշը L անսահմանությունն է։ L1-ի աստղանիշը L անսահմանություն չի, ինքը ինչ որ առանձին տարածություն է, բայց այս նշանակում է հետևյալը, որ գոյություն ունի A L անսահմանությունից L1 աստղանիշ, որը իզոմետրիա է։
Մենք ունենք նաև LP եւ LQ տարածությունները։ Եթե P-ն փոքր է անսահմանությունից եւ մեծ է 1-ից, ապա LP-ի դուալը կամ կարող է նաև ասում են համալուծը, չգիտեմ, ասում եք հայերենում համալուծ տարածություն։ Մի խոսքով կարևոր չի LQ հավասար է LQ-ի, որտեղ 1P-երորդ գումարած 1Q-երորդը հավասար է 1-ի։ Հիմա ցանկություն է առաջանում գրել, որ L անսահմանության դուալն էլ L1-ն է, բայց այդտեն չի, L անսահմանության դուալը L1-ը չի, բայց L1-ը մի ուրիշ տարածության դուալն է։ Նշանակենք C0-ով հաջորդականությունները, որոնք ձգտում են 0-ի, X-ին պատկանում է C-ի եւ X-ին ձգտում է 0-ի, երբ X-ին ձգտում է անսահմանության։ Դեպքում էլի կարող ենք ցույց տալ, հաջորդ անգամ սրա մասին խոսենք, որ C0 աստղանիշի դուալ տարածությունը հենց L1 տարածությունն է։ Շատ լավ, երևի այսօր այսքանով ավարտենք, արդյոք ինչ-որ հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկա, ապա այսօր այսքանը հանդիպենք հաջորդ շաբաթ։